Ես կուզեմ աղոթք խոսք հռչակեմ քեզ վրա։ Եթե զգում ես անեծք, եթե զգում ես տառապանք, եթե զգում ես անհաջողություն ու ձախողում, եթե զգում ես երջանկության պակաս, այս աղոթքը քեզ համար է։ Սիրելի Հիսուս, խնդրում եմ քեզ, թող քանդվի անեծքի բոլոր պատերը եւ ամեն կապերը ազատ արձակվեն իմ կյանքից, իմ ընտանիքի վրայից։ Տեր Հիսուս, ես աղոթում եմ, որ սատանան չկարողանա իմ տուն մտնի եւ իմ տան խաղաղությունը գողանա։ Ես աղոթում եմ, Տեր, որ օրհնես իմ հոգին, օրհնես իմ մարմինը, բժշկես իմ հիվանդությունները եւ բժշկես իմ սերունդը։ Թող Աստված ամենակարող իմ կյանքի մեջ օրհնություն տեսնեմ։ Աղոթում եմ օրհնություն իմ աշխատանքի վրա, իմ ֆինանսի վրա, իմ խոսելիքի վրա, իմ լսելիքի վրա։ Ես աղոթում եմ, որպեսզի այսօր քանդվի ինձ վրա ամեն հակառակ ձեռագիրը։ Ես աղոթում եմ, որ ամեն հակառակ հրամանները, որը դևերը խոսել են, որոնք իսկապես սատանան իր խոսույթի մեջ դրել է, ես ասում եմ, դրանք ինձ վրա իշխանություն չունեն։ Ես հիմա խոսքն եմ Տիրոջ հռչակում եւ ասում եմ, վերցրու այս խոսքը, ով կարեն եւ ասա, ոչ ուժով եւ ոչ զորությունով, այլ իմ հոգով է, ասում է զորաց Տերը։ Այն բոլոր դժվարությունները, որ սար են երևում, քո ոտքերի տակ պետք է դաշտավայր դառնան։ Այս ամենը ասեք միջև ինչ որ բան տեսնելը, ու թող Աստված իսկապես ձեզ վրա խոսքը, զորությունը եւ բժշկությունը։ Ամեն։